Սիրելի եղբայրներ եւ քույրեր, վերջին քանի մտարիներուն հարաբերաբար մեր եւ հաջելի ծմերներ վայելել է ետք, թեթևությունով եւ համապատասխան եղանակով, երկու շաբաթ առաջ գրեթե ամեն օր ամերիկացի խոճապի մատնվեցան խստաշունչ ծմերվան փուկոփորանի ամենօրյա լուրերու հայտարարությամբ, որն հետևանքով ժողովուրդը անխդիր խուժեց սուպերմարկետները, բարգբելով ուտեստեղենի եւ այլ մթերքի թարակները, թիմակալելու համար մայր բնության սպառնալիքին, որ որքանալ խիստ, սակայն ժամերու եւ քանի օրերու միջև տարուբերեցավ համաձայն շրջաններու։ Չեմ գիտեր, եթե նման հագաստեցություն արդյունքն է մեր ենթագիտակցության մեջ թաքնված 1970 թվականներու տնտեսական մեծ տագնապին եւ կամ 1940 թվականներու համաշխարհային երկրորդ պատերազմի արհավիրքին։ Համենայն դեպս գտնվող երևույթ մնե սա եւ ամեն անգամ օթերևութոփանական գրասենյակը նման հայտարարություններ ունի։ Այս մտոլորտի մեջ եւ ցունամրգի հաջորդ օրը պատուանես դուրս կտիդեի վայելելով մակրամակու ցունի գեղեցկությունը նկատեցի որ թուրքություններ գտարին դանս արչև փոքրիկ հողամասին վրա չհասկացա թե ինչ է սակսնունդ կգտնեին գերագրվելու համար հանգարց անբացատրելի ուրախությունը ողողեց ամբողջ էությունս եւ մեր դիոչ մշտաթարմ եւ հավերժական պատկամը արձագանքեց թե նայեցեք երկնքի թուրքություններուն որոնք ոչ կցանեն, ոչ կհնցեն եւ ոչ կամփարեն, բայց երկնավոր հայրը կգերակրե զանոք։ Արդյոք անոնց մի ավելի թանկագին չեք դուք։ Կասկած չկա որ մարդ արարածներս կծրագրենք, կկազմակերպենք եւ ինչքի կապահովենք մեզի եւ նաեւ մեր հարազատներուն երբեմն ոչ թե օրվանմը, ամսվանմը եւ կամ տարվանմը համար, այլ սերունդներու համար։ Սակայն ու է մեր հավատքը աստուծո նախախնամության հանդեպ։ Երբ պիտի ազատագրենք մեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ժամանակավոր մտահոգությունները, որոնք կսպանեն հավատքի եւ հույսի մեր առաքինությունները։ Թող որ փանավորներս ադեն անգամը ամփաններն սորվինք, թե պետք է սերբազատենք աննշան մտահոգությունները եւ փոխարենը գետ ունանանք ավելի մնայուն եւ գենսական արժեքներով վրա, որոնք կյանքի փոթորկաշունչ քամիներեն ազատելով մեզ կհասցնեն երկնային ճշմարիտ եւ հարազվարճ կյանքին։